եթե քաղաքացիները մասնակցեն, անհնար է, որ իրենք ունենան 70%, անհնար է նաև մեծ մասնակցության դեպքում ունենան ընդհանրապես մեծամասնություն։ Ուստի խնդրում ենք, որ բոլորս ակտիվ մասնակցություն ունենանք ընտրություններին ու այն ամենի պատասխանը, ինչ մեր հետ տեղի ունեցել է տարիների ընթացքում, տանք մեր քվեաթերթիկով։ Հիմա որպեսզի կողմնորոշվենք, թե ում տանք ձայնը, այդ քվեաթերթիկը ում օգտին գցենք, պիտի հասկանանք ինչ ենք առաջարկում, որոնք են ընդհանրապես այլընտրանքները, եթե այլընտրանքներ կան։ Նախ այլընտրանքը իսկապես խաղաղությունն է, այլընտրանքը ոչ թե այս քաոսը ու այլևի տրամադրությունից կախված լինելը, այլ խաղաղությունը։ Երբ երկիրը ղեկավարում է երկիրը պաշտպանելու պատրաստ թիմ, պատերազմի հավանականությունը ոչ թե ավելանում է, այլ նվազում է։ Մեր կյանքում վերջի տարիներին ամենամեծ խնդիրներից մեկը դարձել է հանցավորության աճը, դարձել է թմրամիջոցների այս տարածվածությունը, որոնք դպրոց են արդեն հասել, դարձել է խաղամոլության աճը։ Մեր թիմը ասում է, որ այս ամենի նկատմամբ մենք ունենք զրո հանդուրժողականություն։ Մենք խոսել ենք նաև անվճար կրթության մասին։ Իմ գործընկերը ավելի մանրամասն կներկայացնի, բայց երիտասարդներին մեր առաջարկը դա է։ Դուք իրավունք ու հնարավորություն ունեք ձեր հայրենիքում անվճար կրթություն ստանալու։ Ու եթե այս գաղափարը ձեզ անիրատեսական է թվում, հիշեք, որ անիրատեսական էր Իրանից գազամուղ ունենալը, Զվարթնոցի նոր մասնաշենք ունենալը, այն բոլոր ենթակառուցվածքները, որոնք մենք ունեցել ենք, բայց դրանք հնարավոր եղավ, որովհետև կար մեծ մտածող, կարող թիմ։ Նույնն է նաև կրթության պարագայում, մենք Հայաստանում դա կարող ենք ունենալ։ Եթե մեր հունիսի 7-ի ընտրությունները մեզ համար վերածում են այլևի սահմանադրությանը այո կամ ոչ ասելու հանրաքվեի, կարծում եմ շատ պարզ է, որ բոլորով պետք է մասնակցել այդ ընտրություններին ու այդ այլևի համար կարողած սահմանադրությանը բոլորով պետք է ոչ ասել։